Բարի երեկո, Ազատության ուղիղ եթերում լրատվական կենտրոնն է, դիտեք այս ծրագրում։ Առաջին անգամ Տավուշի կողմից սահմանազատված հատվածով Հայաստանը ժամանել ադրբեջանական քաղաքասարակության պատվիրակությունը։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի խոսքով ռուսական կողմի հետ փոխըմբռնում կա Երասխի եւ Ախուրիկի հատվածներում երկաթգծի վերականգնման հարցում։ Իմ ունեցած տպավորությունը, որը ես ստացել եմ աշխատանքային process-ների արդյունքում, մենք մոտ ենք այս հարցով պայմանավորվածություն ձեռք բերելու։ Իշխող քաղաքացիական պայմանագիրը հակասահմանադրական եւ անհեթեթ է համարում Սամվել Կարապետյանի աջակիցների նախաձեռնությունը փոխել սահմանադրությունը միլիարդատիրոջ վարչապետությունը հնարավոր դարձնելու համար։ Չի կարող ուղղակի այտենց թղթեր դզելով, գործ սարքելով, ինչ-որ իրեն հարմարեցնել պետությունը, օրենքները։ Ավստրիայում 3 օրից եպիսկոպոսական ժողով է լինելու, արդյոք կմասնակցեն մեղադրյալ եպիսկոպոսները։ Քննիչներն այսօր խուզարկել են Իզմիրլյան բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակը։ Նա մեղադրվում է բարձրաստիճան հոգևորականներին փոխկապակցված ընկերություններից բարձր գնով գնումների համար։ Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը նոր մանրամասներ է ներկայացրել Ռուսաստանի օգնությամբ երկրում պետական հեղաշրջման ենթադրյալ փորձի մասին։ Այսօր առավոտյան ցամաքային սահմանի, այսինքն Տավուշի կողմից սահմանազատված հատվածով Հայաստանը ժամանել ադրբեջանական քաղաքասարակության պատվիրակությունը։ Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները խաղաղության կամուրջ նախաձեռնության շրջանակներում կլոր սեղանի են մասնակցում։ Միջոցառումը փակ է լրատվամիջոցների համար։ Այն ազատության տեղեկություններով անցկացվում է Երևանից դուրս։ Երկու կողմն էլ մոտ 2 տասնյակ մասնակից ունի։ Հայկական կողմի փորձագետների շարքում են քաղաքագետ Արեգ Քոչինյանը, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավարսարդյանը, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն Նայրա Սուլթանյանը եւ այլք։ Ադրբեջանական պատվիրակության կազմում են Հարավային Կովկասի հետազոտական կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովը, Մեկնյուզ Ասկայքի գլխավոր խմբագիր Քամալա Մամեդովան, Թոփչուբաշիով կենտրոնի տնօրեն Ռուսիֆ Հուսեյնովը եւ այլք։ Ավելի վաղ, նոյեմբերի 21-ից 22-ը Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն էին Բաքու այցելել։ Հենց այդ ժամանակ Ադրբեջանի քաղաքասարակության ներկայացուցիչների հետ որոշում է կայացվել նախաձեռնությունն անվանել խաղաղության կամուրջ։ Հայաստանում Եվրամիության դիտորդների առաքելության ժամկետը 2027 թվականին է լրանում։ Ու թեև առաքելությունը երկարաձգելու մասին քննարկումներ չկան, առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն այսօր նշել է, որ Հայաստանի կառավարությունը ցանկանում է, որ Եվրամիության դիտորդական առաքելությունը շարունակի աշխատանքը մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումը։ Ռիտերի խոսքով օգոստոս ամսից ի վեր ոչ մի միջադեպ սահմաններին չեն արձանագրել։ At the moment there is no discussion. Our mandate, as you said, will expire. Այս պահին ժամկետի ավարտից հետո առաքելությունը շարունակելու քննարկում չկա։ Մեր մանդատը լրանում է 2027 թվականի փետրվարին, այնպես որ մինչև մյուս տարի մանդատի հետ կապված ոչինչ չի փոխվի։ Դրանից հետո Հայաստանի կառավարությունը Եվրամիության հետ կքննարկի, թե ինչպես են պատկերացնում ապագան։ Այսինքն այս պահին քննարկումներ չեն ընթանում։ No, there are no discussions. The government explicitly asked us to continue. Այս պահին քննարկում չկա։ Կառավարությունը շատ բաց խնդրել է մեզ շարունակել մեր բարեկությունը սահմանին, այցելությունները սահմանային գյուղեր։ Հենց դա ենք անելու, քանի դեռ խաղաղության պայմանագիրը չի ստորագրվել եւ հաստատվել երկու կողմից։ A future peace treaty is not only signed but ratified from both sides. What we did so far until today, we launched Մինչ այս պահը մենք 7780 բարեկություն ենք արել հյուսիսից հարավ, ողջ երկայնքով։ Կարող եմ ասել, որ օգոստոս ամսից ի վեր ոչ մի միջադեպ չենք արձանագրել եւ իրավիճակը շատ ավելի հանգիստ է եղել։ Մենք նաեւ սահմանի բնակիչներին, դպրոցներ, տեղի իշխանություններին ենք այցելում, ցույց տալու, որ նրանք միայնակ Since spring last year,
The situation Անցած գարնանից իրավիճակը սահմանին սկսեց բարելավվել, իսկ օգոստոսից հանգիստ է։ Մեր դիտարկումներով նաև մարդկանց հետ զրույցներից եզրակացրել ենք, որ կա դրական տրամադրվածություն։ Այս պահին լարվածության ռիսկ չենք տեսնում։ when we arrived here, Բայց երբ 3 տարի առաջ եկանք, սահմանին շատ լարվածություն կար, կրակոցներ կային, սպանված կամ վիրավորված զինվորականներ։ Բավականին լարված էր այն ժամանակ։ that was quite a tough time. Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը իր հերթին ասել է, որ թեև դեռ քննարկման հարց է ձևաչափը, Հայաստանը կցանկանար, որ Եվրամիության դիտորդների քաղաքացիական առաքելությունը շարունակի մնալ Հայաստանում։ Մի բան հստակ է, մենք ուզում ենք, որ Եվրամիության քաղաքացիական առաքելությունը շարունակի մնալ Հայաստանում։ Գիտեք, որ խաղաղության պայմանագրի շրջանակներում մենք համաձայնություններ ունենք, դեռևս պետք է ստորագրվի եւ վավերացնվի, որպես ուժի մեջ մտնի, հասկանանք, թե ինչպես ենք առաջարժում այդ մասով։ Հետագա համագործակցության ձևերը քննարկման փուլում է եւ կքննարկենք, հասկանանք, նաեւ կապված է խաղաղության պայմանագրի վավերացումից։ Ռուսաստանի հետ բանակցություններ են ընթանում, որպեսզի Երասխի եւ Ախուրիկի հատվածներում երկաթուղին վերականգնվի։ Հայաստանի երկաթուղիները Ռուսաստանն է կառավարում։ Երեկ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն էր հայտարարել, որ Փաշինյանի առաջարկին վերականգնել երբեմնի երկաթգիծը Ռուսաստանից դրական արձագանք կա։ Երասխի հատվածում երկաթուղու վերականգնումը հայկական երկաթուղիները ադրբեջանականին կմիացնի, Ախուրյանի հատվածում թուրքականին։ Վերականգնման ենթակա հատվածների ընդհանուր երկարությունը ըստ Օվերչուկի 14 կիլոմետր է։ Այսօր տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքային նախարար Դավիթ Խուդատյանն ասել է, որ իր տպավորությամբ ռուսական կողմի հետ արդեն ըմբռնում կա այս հարցի շուրջ։ Երկաթուղու թեմային այսօր անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարծիք հայտնելով, որ հայկական երկաթուղու կառավարումը պետք է մեկ այլ կողմի տալ։ Ես էլ եմ ասում, մենք Ռուսաստանի դեմ որևէ բան անելու ոչ ցանկություն ունենք, ոչ մտադրություն ունենք, ոչ ունեցել ենք, ոչ է երբևէ կունենանք։ Բայց հիմա Ռուսաստանի կողմից երկաթուղու կառավարման բերումով մենք ռազմավարական մեր դիրքերի կորուստ ենք ունենում եւ մրցակցային առավելության կորուստ ենք ունենում։ Իմ պատկերացրած լուծումն այն է, որ մի այնպիսի երկիր, որը բարեկամական հարաբերություններ ունի եւ Ռուսաստանի հետ, եւ Հայաստանի հետ, ուղղակի Ռուսաստանից գնի կոնցեսիոն կառավարման իրավունք։ Չգիտեմ, հա? Դե Իրան ես կարծում եմ, որ տենց պետքա նայել։ Չգիտեմ, օրինակ Ղազախստանը, օրինակ Միացյալ Արաբական Էմիրությունները, օրինակ Քաթարը կամ որևէ այլ երկիր, որը հիմա իմ մտքովս չանցավ, բայց ասենք երկրներ, որոնք նույնքան ջերմ հարաբերություններ ունեն եւ Ռուսաստանի եւ Հայաստանի հետ։ Ես գոնե 3 երկրներ գիտեմ, որոնք շատ բարձր մակարդակի լավ հարաբերություններ ունեն եւ Ռուսաստանի եւ Հայաստանի հետ։ Բայց կներեք հետագա ես հետագա մեկն եկեք ժամանակը Չէ, չեմ կարող ասել, որ կան այդ թվում ներդրումային հետաքրքրություն ունեցողներ, որոնք մտածում են, որ դե արժե փող դնել։ Հա, եկեք մի պահ մոռանանք, որոնք նայում են, ասում են, մենք ունենք, ենթադրենք X թվով այդ 5, 3, 4, 2, 1 միլիարդ 500 միլիոն։ Հիմա ուզում ենք մասնակցենք, ստեղ դնենք այս փողը, թե ստեղ դնենք այս փողը։ Ես գում եմ, որ փաստարկը վել իրանք, եկեք հələ այդ կողքի ուժերի բան անենք, կշռում են եւ մտածում են, որ գուցե իրոք չարժի ստեղ դնել։ Սա մեզ համար պրոբլեմ է։ Ստեղ պրոբլեմն ուրիշ տեղ է, որ մենք նույնիսկ եթե ասենք Ռուսաստանը հիմա բերի այդ գումարը դնի, կարող է դա իրավիճակը չփոխի, որովհետեւ ընդհանուր կոնյունկտուրայի պատճառով կարող է մեկը ասեն, չէ, մենք այդ ճանապարհից չենք օգտվում, այլ օգտվում ենք, գնում ենք ուրիշ ճանապարհ ենք սարքում։ Էս է խնդիրը։ Ասենք ընդհանուր առմամբ ես ասացի կառավարման իրավունքը գնելու տարբերակը կարա լինի այդ լուծում։
Վարչապետ Փաշինյանը այս թեմայից խոսել է իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության գրասենյակում, որտեղ այսօր մեկնարկել են նախնական ներքին ընտրությունները հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների կուսակցության ընտրական ցուցակի ձևավորման համար։ Քաղաքացիական պայմանագրի ավելի քան 1000 պատվիրակներ, մոտ 300 հոգանոց ցուցակից 50-ական թեկնածու պիտի ընտրեն։ Առաջին 50 թեկնածուների տեղերը նախընտրական ցուցակներում կորոշվեն մարտին մեկ այլ քվեարկությամբ։ Շողիկ Գալստյանն է հետևել գործընթացին։ Քաղաքացիական պայմանագրի գրասենյակում այսօր նախընտրական ցուցակի ձևավորման համար ընթանում են ընտրություններ։ Երևանից եւ մարզերից տարբեր կուսակցականներ գալիս են այստեղ, կատարում իրենց ընտրությունը եւ ըստ ՔՊԱ-կանների հենց ՔՊԱ-կան պատվիրակների քվեարկությամբ էլ կձևավորվի նախընտրական ցուցակը։ Հիմա ընտրվում է փաստացի առաջին 50-ը եւ երկրորդ 50-ը եւ մնացածն էլ է կազմվում իհարկե, բայց առաջին 50-ը ընտրված, որը որ կընտրվի այս քվեարկությամբ, իհարկե հետո օրենքով սահմանված կարգով քվոտայի միջամտություն կարվի, բայց այդ կազմավորված 50-ը հետագայում մի հատ էլ երկրորդ փուլի քվեարկության կանցնի, որպես այդպես միայն այդ առաջին 50-ը հա նույն կարգով կանցնի, որպեսզի արդեն կազմավորվի այդ 50-ի դասավորվածություն։ Դրանց հետո մյուս 50-ը։ Իսկ մյուս 50-ը արդեն կազմավորված է, իհարկե քվոտայի միջամտությունը կլինի եւ վարչությունը կունենա որոշակի համաժողովի կողմից սահմանված կարգով կունենա շատ փոքր ինչ-որ միջամտության բան, հնարավորություն, բայց հիմնականը կլինի քվեարկության։ Քաղաքացիական պայմանագրի նախընտրական ցուցակի ձևավորման համար անցած տարվա վերջին նախ հայտարարվեց մի ժամկետ, որի ընթացքում կարող էին առաջադրումներ լինել, որից հետո արդեն վարչությունը ֆիլտրեց այդ առաջադրումների արդյունքում ստացված ցուցակը եւ հիմա արդեն հերթը հասել է համաժողովի գործընթացով պատվիրակների քվեարկությամբ արդեն այս process-ին։ Ես նշեմ, որ առաջադրումների փուլում բազմաթիվ ՔՊԱ-կաներ, որոնք հայտնի են եւ նաեւ կուսակցության առանցքային դեմքերն են եղել, չառաջադրվեցին, օրինակ այժմ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, Հրաչյա Հակոբյանը, նաև այլ ՔՊԱ-կաններ այժմ նախընտրական ցուցակում տեղ գտնելու համար չեն առաջադրվել, իսկ այսօրվա process-ի հետ կապված կան քննարկումներ եւ քննադատություններ, որ ըստ էության սա ժողովրդավարության իմիտացիա է եւ սա պայմանավորում է նաև այն հանգամանքով, որ ինչ որ փուլերում падգամավորներ են մանդատից հրաժարվել հենց վարչապետի հորդորով։ Այստեղ քաղաքացիական պայմանագրի անդամներից Արսեն Թորոսյանին այս հիշեցումը եւ այն որակումը, որ կարող է այս ամբողջ process-ը ձևական է արվում, վրթովվեցրեց։ Եթե ձևական լիներ, սա նաեւ չէր լինի ընդհանրապես եւ մենք կուսակցության համաժողովին պարզապես մեր կողմից որոշված, վարչության կողմից որոշված 30 առաջի համարների հարցը կդնեին քվեարկության, ըստաբար բոլորը կողմ կքվեարկեին, ինչպես շատ կուսակցություններում, եւ այդպես կգնայինք առաջ, օրենքի պահանջները կատարած կլինեինք։ Բայց մենք դա այդպես չենք արել, ավելին մենք անում ենք երկփուլ քվեարկություն, ըստ էության հիմա մենք ունենք կարելի ասել նախավորակավորման փուլ եւ ձևավորվել է կուսակցության մի քանի ցուցակի մի քանի հատված, առաջի հատված, երկրորդ հատված եւ 100-ից ավել է, այսինքն առաջի 50-ը, երկրորդ 50-ը եւ 100-ից ավել հատվածը։ 274 հոգուց բաղկացած ցուցակում գերակշիռ մասը հենց կուսակցականներն են, շատ քիչ մասն են կազմում անկուսակցականները եւ ըստ էության այս ամբողջ process-ի ընթացքում հենց այս թիվն էլ ի վերջո ֆիքսվելու է 274-ը, բայց թե հորիզոնականներով ինչպես կլինեն արդեն դասավորությունները, դա կերեվա ցուցակի ձևավորումից հետո դեռ առաջիկա փուլերն են սպասվում, հետո արդեն պարզ կդառնան կոնկրետ թե որ տեխնացուները որ հորիզոնականը կզբաղեցնեն, իսկ կա արդյոք ինտրիգ այս ամբողջ process-ում, օրինակ թե ով կգլխավորի ցուցակը։ Այս հարցում ըստ էության ԿՊԱ-կանները ասում են ինտրիգ չի լինելու եւ ամենայն հավանականությամբ հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաեւ կուսակցության վարչության նախագահը կգլխավորի ցուցակը։ Պարզ չի, որ ցուցակի առաջատար համարներում պետք է հայտնվեն առանցքային դեմքեր, դա նորմալ է, բայց այլ հարց, որ ոչ ոք չգիտի, որ դեմքը որերորդ տեղում կլինի, հաջորդը միշտ կա հնարավորություն, որ ինչ որ մեկը, որ նոր է դարձել կուսակցական կամ ակտիվ չի եղել, ինքը իր գործողություններով, իր գործունեությամբ գնա առաջ եւ առաջ։ Մենք դեպքեր ունենք, երբ որ մարդիկ սկզբից, չգիտեմ, անուններ չտան, որ քարոզչություն չդիտարկվի, հա, մենք ունեցել ենք դեպքեր, երբ որ մարդիկ սկզբից նույնիսկ падգամավոր չեն եղել, ցուցակում ասենք, չգիտեմ, 120-րդն են եղել, հետո դարձել են падգամավոր, հետո դարձել են վարչության անդամ, ու այսպես շարունակ, այսինքն մեզ մոտ այս առումով շատ
մրցակցային իրավիճակ է եւ կարեւորն այն է, որ բոլորը հնարավորություն ունեն առաջ գնալու եւ դա կարեւորագույն բան է, որ կուսակցությունը թարմանա եւ չդառնա պոլիտբյուրո, ինչպիսիք հանդիսանում են մեր կուսակցությունների մեծ մասը։ Բայց երևի դուք վերջին հարցը տակ այս թեմայով։ Դուք ասում եք, որ պարզ չի ով կլինի, այսինքն Դե հիմա ես չգիտեմ ես որտեղում եմ լինել։ Չէ, առաջին համար ուզում եք ասել, այդտեղ ինտրիգ կա, թե ով կգլխավորի ձեր ցուցակը։ Չկա, որովհետև ակնհայտ է, որ էլի անուն չտա, որ քաղաքացիություն չլինի, բայց ակնհայտ է, որ այդ հավանը, որ բոլորը հասկացան, ամենայն հավանականությամբ առաջի տեղում է լինելու, բայց ընդհանուր առմամբ հիմա ես ունեք չգիտեմ ես որ համարում եմ լինելու։ 274 հոգին, որոնց տեխնացությունները արդեն հաստատել է վարչությունը, նաև ընտրագրավ են վճարել։ Կուսակցականները կես միլիոն դրամ, ոչ կուսակցականները 1.5 միլիոն դրամ։ Ես նաև նշեմ, որ կուսակցությունից նշել են այս հավաքված գումարը հենց կուսակցական ծախսերին է տրամադրվելու, իսկ այս ընտրական process-ը, որ կազմակերպել են, դեռ կշարունակվի առաջիկա 2 օրերին եւ հետո արդեն կամփոփվեն արդյունքները։ Երեկ հայտնի դարձավ, որ մեր ձևով շարժման վարչապետի թեկնածուն կալանավորված Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանն է, իսկ շարժումը ցանկանում է հասնել սահմանադրության փոփոխությանը նրա առաջադրմանը խանգարող օրենսդրական արգելքները հաղթահարելու համար։ Իշխող քաղաքացիական պայմանագրում այդ ծրագիրը անհեթեթ են համարում։ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու Հայաստանում։ Ֆիլիպ Կիրկորովը չի կարող լինել վարչապետի թեկնածու Հայաստանում։ Պարոն Մադուրոն չի կարող լինել վարչապետի թեկնածու Հայաստանում, իսկ պարզ ամեն ինչ։ Իրենք նույն հաջողությամբ կարող էին օրինակ Հովհաննես Այվազովսկիին առաջադրել որպես վարչապետի թեկնածու։ Իշխող ԿՊ-ում համոզված են սահմանադրության 148-րդ հոդվածը փոխելու եւ միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանին վարչապետ ընտրելու Կարապետյանների պլանը չի աշխատի։ Խորհրդարանի փոխնախագահ ԿՊ վարչության անդամ Ռուբեն Ռուբինյանը պնդում է, սահմանադրության վարչապետին վերաբերող հոդվածը հնարավոր չէ փոխել, քանի դեռ նախագահի կողմից վարչապետ նշանակված չէ։ Այսինքն ըստ Ռուբինյանի սկզբից պետք է վարչապետը նշանակվի, հետո օրենքը փոխվի եւ ոչ թե հակառակը։ Ընտրություններից հետո քաղաքական մեծամասնության կազմավորումից հետո անհապաղ չընտրվի, անհապաղ նախագահը նշանակում է մեծամասնության ներկայացած վարչապետի թեկնածուին։ Մեր կուսակցության վարչապետի թեկնածուն պարոն Կարապետյան, Սամվել Կարապետյան։ Ընտրություններից 20 օր անց ազգային ժողովի առաջին նիստին անմիջապես հանդես կգանք համապատասխան օրենսդրական փոփոխության որոշմամբ։ Ըստ ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի առաջին նստաշրջանի օրակարգը ֆիքսված է։ Կա 5 հարց։ Այժմ նախագահի ընտրություն, փոխնախագահների ընտրություն, հանձնաժողովի նախագահների ընտրություն, այս հարցերը մինչև չքննարկվեն, որևէ այլ նախագիծ ազգային ժողովը չի կարող քննարկել։ Բայց որովհետեւ այս հարցերը քննարկվեն, պիտի լինի նշանակված վարչապետ։ Հետևաբար Սամվել Կարապետյանը չի կարող լինել Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Սահմանադրության 149 հոդվածի համաձայն նախագահը նորընտիր ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին։ Սա նշանակում է, որ մեծամասնության վարչապետը նշանակվում է հենց առաջին նիստին։ Ինչ վերաբերում է առաջին նստաշրջանի օրակարգին, ապա այն հստակ է։ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի 33-րդ հոդվածը հստակ սահմանում է. առաջին նստաշրջանի օրակարգում կարող է լինել միայն մեկ օրենքի նախագիծ։ Դա էլ պետք է վերաբերի միայն կառավարության կառուցվածքի փոփոխությանը։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ միլիարդատեր գործարարի Ուժեղ Հայաստան կուսակցությունը, եթե նույնիսկ կարողանա մեծամասնություն կազմել խորհրդարանում, Սամվել Կարապետյանից բացի պետք է ունենա վարչապետի մեկ այլ թեկնածու, ով համապատասխանում է սահմանադրության պահանջներին եւ որին նախագահը անմիջապես պետք է նշանակի։ Միայն վարչապետի նշանակումից եւ առաջին նստաշրջանի օրակարգը սպառելուց հետո հաջորդ նստաշրջանում մեծամասնությունը կկարողանա փոխել սահմանադրության 148-րդ հոդվածը։ Փաստացի միայն այս կերպ կարող է Սամվել Կարապետյանը վարչապետ դառնալու հնարավորություն ստանալ։ Այսինքն իրականում նորաստեղծ Ուժեղ Հայաստան կուսակցությունը Սամվել Կարապետյանի դեմքով, բայց իրականում այլ վարչապետի թեկնածուով պետք է մասնակցի ընտրություններին։ Եթե մենք հիմա քննարկում ենք այն տարբեր ձևերը, թե ինչպես կարող են տարբեր մարդիկ փորձել իշխանություն բռնազավթել Հայաստանում, դրանք կարող են լինել տարբեր
նայած ում որ ֆանտազիան ինչպեսին կլինի, բայց չեմ կարծում որ մեր ժողովուրդը դա թույլ տա։ Երկրի ղեկին հավակնող միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանը իրավունք չունի լինել վարչապետի թեկնածու, քանի որ մի քանի երկրի քաղաքացի է։ Մինչդեռ սահմանադրության համաձայն թեկնածուն պետք է վերջին 4 տարում միայն Հայաստանի քաղաքացի լինի եւ վերջին 4 տարում մշտապես Հայաստանում բնակված լինի։ Սահմանադրական այս արգելքը շրջանցելու Կարապետյանների մտադրությունը, որ 3 հնչեցվեց ուժեղ Հայաստանի շնորհանդեսին, Փաշինյանի ղեկավարած ուժը հակասահմանադրական եւ անթույլատրելի է համարում։ Ի սկզբանե սա սահմանադրական խախտում է եւ չի կարող ուղղակի այտենց թղթեր դզելով, գործ սարքելով, ինչ որ իրեն հարմարեցնել պետությունը, օրենքները, տեսեք, մենք հիմա կարող ենք մեծամասնություն ունենք, կարող ենք օրենք ընդունել եւ ասել բոլոր ենթադրենք Սամվել անունով մարդիկ չեն կարող լինել թեկնածու, կարող ենք չի անել։ Տեսականորեն կարող ենք վերցնել եւ անել դա։ Այսինքն ասել մենք մեծամասնություն կունենանք եւ ոնց կուզենք տենց կփոխենք, որպիսի ռուսաստանցի բիզնեսմենը դառնա ղեկավար, սա լուրջ չէ, էլի։ Եթե ԿՊ-ում հակասահմանադրական եւ անլուրջ են որակում Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու հայտարարելու ուժեղ Հայաստանի որոշումը, ապա խորհրդարանական ընդդիմությունը առայժմ լռություն է պահպանում։ Ռոբերտ Քոչյանի առաջնորդած Հայաստան դաշինքի պատգամավորները այսօր հրաժարվեցին մեկնաբանություններից, պնդելով թե հարցը դեռ չեն քննարկել։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում ենք։ Ավստրիայում 3 օրից եպիսկոպոսական ժողով է լինելու, արդյոք կմասնակցեն մեղադրյալ եպիսկոպոսները։ Քննիչներն այսօր խուզարկել են Իզմիրլյան բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակը։ Նա մեղադրվում է բարձրաստիճան հոգևորականներին փոխկապակցված ընկերություններից բարձր գնով գնումների համար։ Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը նոր մանրամասներ է ներկայացրել Ռուսաստանի օգնությամբ երկրում պետական հեղաշրջման ենթադրյալ փորձի մասին։ Ավստրիայում 3 օրից եպիսկոպոսական ժողով պիտի լինի, բայց եպիսկոպոսների մի մասում մեղադրանքի առաջադրված չի կարող լքել Հայաստանը, հայտնի չէ, արդյոք նրանք կմասնակցեն այդ ժողովին եւ ինչ ձևաչափով։ Մինչ այդ Մայր աթոռի հոգևորականներին պաշտպանող փաստաբանները չեն բացառում, որ առաջիկա օրերին հնարավոր է մեղադրյալների շրջանակը ընդլայնվի։ Եկող շաբաթվա սկզբին հայ առաքելական եկեղեցու միաբանները հարցերը կարգավորելու փորձ կանեն Ավստրիայի հնագույն քաղաքներից մեկում Սանկտ Փոլթնում։ Եպիսկոպոսական ժողովն այս պահի դրությամբ կկայանա։ Ինչպես որ արդեն հայտարարվել է, այս ժողովը տեղի կունենա, կիրականացվի, պարզապես այս պահին իրականացվում են կազմակերպչական աշխատանքներ։ Բոլոր եպիսկոպոսները հրավիրված են։ Բոլորը հրավիրված են, բայց բոլորը չէ որ կգնան։ Բացի նրանից, որ 2 բարձրաստիճան հոգևորականներ բանտախցում են, 2-ը տնային կալանքի տակ, 2 շաբաթ առաջ էլ միանգամից 6 եպիսկոպոս ու արքեպիսկոպոսներ մեղադրյալներ դարձան, երկրից բացակայելու արգելքով։ Ավստրիայի ժողովի քարտուղար քահանան նրանց հետ։ Առայժմ չգիտեն հեռավար մասնակցելու որոշում կլինի, թե ոչ։ Ոչ մի բան էլ մարդի։ Մեղադրյալ դարձած հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանն այս ժողովը ոսկյա հնարավորություն է համարում խնդիրները քննարկելու համար, միայն թե չգիտի որքանով է հնարավոր հեռավար մասնակցությունը։ Չգիտեմ, իմ եւ իմս նման մտածող եպիսկոպոսների բան այն էր, որ հնարավորություն դրվեր բոլորին մասնակցելու եւ այնտեղ գնալ քաթլիկ քվեարկության։ Եթե կաթլիկը վերարգություն մի չի լինի, այս բոլորը ոչ մի դեր չի հասնում։ Էջմիածնից դուրս օտար երկրում եպիսկոպոսական ժողով հրավիրելն անընդունելի են համարել Նիկոլ Փաշինյանի բարենորոգման արշավին միացած 10 եպիսկոպոսները։ Նրանք նաև համարում են, որ կաթողիկոսը նախ պիտի իրեն ուղված մեղադրանքներին պատասխանի։ Եպիսկոպոսական ժողով նախագահելու իրավունք էլ չունի նա, ասում է Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից հեռացված ու կարգալույց հռչակված Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, որին դատարանը վերականգնել է պաշտոնում։ Ինքն էլ չպետք է նախագահի, որովհետև ինքը մեղադրվողն է, պետք է ժողով տեղ ունենա ու կաթողիկոսը իր դեմ եղած մեղադրանքները պիտի հերքի։ Եթե չի հերքվում, ուրեմն դա հետևանք է ունենում։
Հակակաթողիկոսական արշավին միացած 10 եպիսկոպոսներից մեկը, սակայն, չնայած թիմակիցների հորդորներին, որ բոլորը պիտի բոյկոտեն ու Ավստրիա չգնան, կմասնակցի ժողովին։ Նա Ամերիկայի արևմտյան թեմի առաջնորդ Հովնան arczepiskopos Տերտերյանն է։ Կանոնականորեն եպիսկոպոսատ ժողովը հայ առաքելական եկեղեցու այն մարմինն է, որն իրավասու է քննարկելու իր առջև ծառացած խնդիրները եւ համապատասխանորեն լուծումներ առաջարկելու։ Հովնան Սրբազանը հայտարարել է, արդեն վեհափարին է ուղարկել այն հարցերը, որ իր կարծիքով պիտի օրակարգում լինեն։ Ինչու համար Հովնան Սրբազանը քաշություն ունի գալու եւ ներգրանալու եւ ոչ յուրին։ Հովնան Սրբազանը գալիս է Կալիֆոռնիայից եւ մասնակցում է։ Հետաբար եթե Հովնան Սրբազանը կարող է մասնակցել, իրեն հետո մասնակցեն։ Հայկազուն Սրբազանն ափսոսում է, որ կաթողիկոսի հրաժարականը պահանջող մյուս հոգևորականները ժողովը բոյկոտում են, շեշտում է ամեն օր է պառակտումը խորանում։ Սրբազանն այնուամենայնիվ հույս ունի, որ բոյկոտողներին ու մեղադրյալ դարձածներին հանած մյուս սրբազանները կկարողանան մեկնել Ավստրիա։ Կարծես թե եթե բոլորը մասնակցեն, կվորում կլինի։ Մայրաթորի հոգևորականներին պաշտպանող փաստաբանները չեն բացառում, որ հոգևորական մեղադրյալների շրջանակը եպիսկոպոսական ժողովին ընդառաջ կարող է ընդլայնվել ու ընդհուպ հասնել ամենայն հայոց կաթողիկոսին։ Վեհափարը վերջին օրերին եկեղեցական ծեսերին, նաև եկեղեցու ինքնավարությունը չարամիտ քայլերից պաշտպանելու հորդորներ է հղում։ Վարչապետի գլխավորությամբ ձեռնարկված հակաեկեղեցական արշավն արդեն բացահայտ է։ Խոչընդոտվում է եկեղեցու առաքելությունը եւ լրջագույն վնաս հասցվում մեր ժողովրդի հոգեվոր եկեղեցական կյանքին։ Դատական ատյաններում Հայաստանի Հանրապետության սահմանադրության եւ օրենքների բացահայտ խախտումներով, հակաօրինական ու անարդար քայլերով իշխանությունները պետական լծակների չարաշահմամբ միջամտում են եկեղեցական կյանքին։ Եկեղեցու վերնախավի ու իշխանականների սրված հարաբերությունների հարցը Ավստրիայում քննարկելու որոշումը Մայրաթորը հիմնավորել էր միաբաններին իշխանական ճնշումներից զերծ պահելու ցանկությամբ։ Կաթողիկոսի դիմախոսների պնդմամբ այդ որոշումն ընդունվել է վեհափարի եղբոր Ռուսաստանի ու Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս arczepiskopos-ի մասնակցությունն ապահովելու համար։ Նրան են Փաշինյանն ու թիմակիցները ԿԳԲ գործակալ հռչակել։ Ավստրիայում գտնվող հայ առաքելական եկեղեցու կենտրոնական Եվրոպայի ու Սկանդինավիայի հայրապետական պատվիրակությունից արդեն հայտնել են եպիսկոպոսատ ժողովի ողջ ընթացքում ավստրիական պետական անվտանգության ծառայությունը ապահովելու է բոլոր մասնակիցների անվտանգությունը։ Կաթողիկոսի հրաժարականը պահանջող վարչապետ Փաշինյանը 8 ամիս առաջ իր արշավը սկսեց պնդումով, թե Գարեգին II խախտել է կուսակրոնության ուխտը եւ չի կարող հայ առաքելական եկեղեցին ղեկավարել։ Այս ամիսների ընթացքում նա ելի տարբեր մեղադրանքներ հնչեցրեց, այդ թվում օտար պետություններին ծառայելը, եկեղեցու կանոնադրությունը խախտելը եւ այլն։ Այսօր արդեն մի նոր թեզ է առաջ քաշել, անդրադառնալով հենց Ավստրիայի ժողովին։ Նա պնդել է, թե փորձ է արվում կաթողիկոսությունը Հայաստանից տեղափոխել, բայց ինչպես մի շարք այլ դեպքերում եւս այսօր էլ վարչապետը ասածը հիմնավորող կոնկրետ ապացույց չի ներկայացրել։ Գնալով ավելի ու ավելի է լրջանում այն տեղեկատվությունը, որ իրականում Հայաստանից դուրս եպիսկոպոսած ժողով հրավիրելու եւ այս process-ների խորքային նախաձեռնությունը Հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու կաթողիկոսությունը Հայաստանից դուրս հանելն է եւ որոշ ուժերի ձեռքում մարիոնետային կաթողիկոսության այդ հանգամանք ուժեղացնելը եւ որպես Հայաստանի դեմ գործիք օգտագործելը։ Այն ինչ որ տեղի ունենում, հետ փոխելու մասին է խոսքը։ Հիմա դուք երբ որ գնաք, ասենք օրինակ Առաքել Դավրիժեցու պատմությունը կարդաք, կտեսնեք, թե ոնց էին այնտեղ կաթողիկոսական աթոռները գողանում, ստեղից տանում, ընդեղից տանում, ստեղից, այս մեկը ծախում էր մեկին, այն մեկը ծախում էր մեկին, եւ ես ասում եմ, ուզում եմ զգուշացնել նաեւ Սփյուռքի որոշ ներկայացուցիչների, որ այս դավադիր պլանում ներգրավելը արդեն լրջորեն խաթարում է Հայաստանի պետական անվտանգությունը եւ Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում դիտորդի նման հետևել։ Հակազդեցություն է լինելու եւ շատ կոշտ հակազդեցություն է լինելու եւ ասենք բարերարների
Այս վերջերս բանա գնում, հա, բարերարների դիմակի ներքո թաքնված բաները, Էջմիածնի գանձերի հետևից ընկածները, կներեք էթիկայի կանոնների սահմաններում ասեմ, որ Էջմիածնի գանձերի վրա աչք դրածների հայացքը ուղղելու ենք բոլորովին ուրիշ կողմ, Հայաստանի Հանրապետությանը հասու բոլոր միջոցներով։ Այս պատմությունը կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանելն է եւ ես դա թույլ չեմ տալու։ Թույլ չեմ տալու։ Եթե դրա համար պետք է լինի լրացուցիչ միջոցներ ձեռնարկվել, կձեռնարկվեն լրացուցիչ միջոցներ։ Այդ մարդկանց նպատակը կաթողիկոսությունը Հայաստանից հանելն է։ Էջմիածնի գանձերի հետ միասին։ Մենք դա թույլ չենք տալու։ Հոգևորականներին առնչվող մի գործով էլ քննիչներն այսօր խուզարկել են Իզմիրլյան բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակը։ Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը քննչական գործողություններից հետո հայտնել է, որ քրեական վարույթ է նախաձեռնվել հարկերից չարամտորեն խուսափելու եւ փողերի լվացման համար։ Անցած տարվա հոկտեմբերին հարուցված գործը վերաբերում է 2015-ից 2025 թվականներին Իզմիրլյանի գնումներին։ Իրավապահները կասկածում են, որ հիվանդանոցը այս գնումներն արել է Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների հետ փոխկապակցված ընկերություններից բարձր գնով։ Պարոն Ալբանդյան, ինչ են արգրավել ձեր սենյակից։ Իսկ ինչ գործի շրջանակներում են եկել խոզարկության, գոնե մի փոքր ինֆորմացիա։ Ժողովուրդ ջան, տեսեք, ուրեմն նախաձեռնվել է քրեական վարույթ չարամտորեն հարկերից խուսափելու եւ փողերի լվացման համար։ Քրեական վարույթը նախաձեռնվել է դեռևս 2025 թվականի հոկտեմբերի 8-ին, ամենայն դեպս հաղորդում այդ ժամանակ է ներկայացվել, ամսինին արդեն քրեական վարույթը նախաձեռնվել է։ Իսկ ֆիքսենք, որ քրեական վարույթը նախաձեռնելուց հետո միայն 4 ամիս անց որոշել են համապատասխան խուզարկություններ կատարել։ Խուսափելու հետ կապված գործը վերաբերում է հետևյալին, որ Իզմիրլյան բժշկական կենտրոնը 2015 թվականից 25 թվականները իր կարիքների համար ձեռք է բերել ապրանքներ, բժշկական պարագաներ, իբրև Հայաստանյան Սուրբ Առաքելական եկեղեցու հետ փոխկապակցված հոգևորականների հետ փոխկապակցված ընկերություններից ավելի բարձր գնով, չնայած որ ուներ իբրև հնարավորություն ավելի նվազ գնով ձեռք բերել այդ պարագաները, տվյալ պարագան ուղղակի անմիջապես ներմուծող եւ արտադրող ընկերություններից, այդ կերպ իբրև նաեւ դրանով թույլ է տվել, որպեսզի այդ ընկերությունները, որոնք ունեն իբրև փոխկապակցվածություն Հայաստանյան Սուրբ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների հետ, իրենց համար առաջացրել են մեծ շահույթներ, այդ կերպ խուսափել են առանձնապես խոշոր չափերով հարկերից եւ արդյունքում որոշակի գործարքներ կատարելով իբրև լեգալիզացրել են համապատասխան դրամական միջոցները։ Այսինքն գործը բարձրաստիճան հոգևորականների մասին որոշակիացված տվյալներ այդտեղ առկա չեն։ Այս վարույթը նախաձեռնվել է դեռևս 4 ամիս առաջ։ Հարցը առաջանում, եթե 4 ամիս առաջ է նախաձեռնվել, ինչ որ նվազագույն տվյալներ այդ ժամանակ են ունեցել։ Պարզ տրամաբանությունը հուշում է, որ հենց այդ ժամանակ էլ որպես հրատապ կատարվող քննչական գործողություն, խուզարկություն, եթե դրա անհրաժեշտությունը կար, պետք է կատարեն հենց նույն օրը կամ հաջորդ օրը, բայց ոչ 4 ամիս անց։ Դուք կպատասխանեք ինչ եք անում։ Ամենակատարողն է բանալու մասը, որ քննչական գործողությունը դրանից հավելի ոչինչ Իսկ ինչ է արգրավել։ Մարտի 1-ի գործով նոր մեղադրյալներ նախկին բարձրաստիճան ոստիկանները ստորագրություն են տվել երկրից չհեռանալու մասին, ազատությանը փոխանցեցին հակակոռուպցիոն կոմիտեից։ Այդ շրջանում Երևանի ոստիկանության վարչության բարեկապահակագետային գնդի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Մելքոնյանը եւ նրա տեղակալ Վալերի Օսիպյանը մեղադրվում են 2008-ի մարտյան արյունալի իրադարձությունների ժամանակ ազատության հրապարակում նստածույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու գործողությունները կազմակերպելու համար։
Նրանց հետ կապվել դեռ չի հաջողվում, պարզելու ընդունում են մեղադրանքը, թե ոչ։ Վալերի Օսիպյանն ի դեպ Փաշինյանի իշխանության տարիներին աշխատած առաջին ոստիկանապետն էր։ 2018 թվականին նրան այդ պաշտոնում նշանակելու ընթացքում Նիկոլ Փաշինյանը խոսում էր միայն Օսիպյանի լավ կողմերի մասին, շրջանցելով մարտի 1-ին նրա մասնակցության թեման։ Մարտի 1-ով չեմ բացառում կան եւ այո կան ոստիկաններ, որովհետեւ եղել են ընդգրկված շատ մեծ քանակի անձնական տարբեր ստորաբաժանումներ, բայց դա չի նշանակում բոլորի ենթակային պատասխանատվությամբ կամ առասարակ ենթակային պատասխանատվությամբ։ Փաշինյանի կառավարության առաջին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը մարտի 1-ի գործը վերաբացվելուց 7 տարի անց մեղադրյալ է։ Հակակոռուպցիոն կոմիտեն 3 նրան մեղադրանք առաջադրեց 2008 թվականի մարտյան արյունալի իրադարձությունների ժամանակ Ազատության հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու գործողությունները կազմակերպելու համար։ Զենք զինամթերք չեմ տեսել, բայց փայտեր եւ այլը Տենց բոլորս տեսել են։ Պաշտոնաթող բարձրաստիճան ոստիկանը 2008 թվականին ոստիկանության Երևան քաղաքի վարչության բարեկապահակագետային գնդի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Մելքոնյանի տեղակալն էր։ Մելքոնյանը եւս մեղադրյալի կարգավիճակ ունի։ Երկուսն էլ ստորագրություն են տվել չբացակայելու մասին։ Նրանց հետ կապ հաստատել մեզ չի հաջողվում պարզելու, ընդունում են մեղադրանքը, թե ոչ։ Ես հույս ունեմ, որ պարոն Օսիպյանը կարդարացնի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հույսերը։ Իրավապահները չեն մանրամասնում, թե ինչու Փաշինյանի կառավարության առաջին ոստիկանապետը միայն հիմա հայտնվեց իրենց թիրախում փաստացի քաղաքացիական պայմանագրի իշխանության գալուց գրեթե 8 տարի հետո եւ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։ Արդյոք չի անցել այս մեղադրանքի վաղեմության ժամկետը, սա եւս պարզ չէ։ Վալերի Օսիպյանը նաեւ որևէ կլանի անդամ չէ, այդ թվում ոստիկանական կլանի անդամ։ Օսիպյանին ոստիկանապետի պաշտոնում առաջադրած վարչապետը տարիներ առաջ իր որոշումը բացատրելիս պնդել էր, թե նա ներքաշված չէ կոռուպցիոն որևէ պատմության մեջ եւ այդ նշանակումը հաշտության խորհուրդ ունի։ Հեղափոխության օրերին իրենց փշալարերն էին բաժանում, հիմա արդեն դրանք չպետք է լինեն, ասել էր։ Մարտի 1-ի իրադարձություններին Օսիպյանի ներգրավվածության մասին այդ դեպքերի մասնակից Փաշինյանը որևէ կերպ չէր անդրադարձել։ Նա այդ դիրքում հայտնվել է նաև այն պատճառով, որ որևէ կլանի անդամ չէ եւ կոռուպցիոն համակարգի մաս չէ եւ կոռումպացված կոռուպցիոն համակարգի ներկայացուցիչները կարողացել են այդ սևագործ աշխատանքից խուսափել իրենց հովանավորյալների շնորհիվ եւ այսպես ասած տանիք չունեցող մեկը հայտնվել է այդտեղ։ Այս հաշտությունը սակայն տևեց 1.5 տարի։ Ոստիկանապետի պաշտոնից բարձրաստիճան ոստիկանը տեղափոխվեց վարչապետի աշխատակազմ, բայց վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում մնաց ընդամենը 3 շաբաթ։ Պաշտոնապես այդպես էլ բացատրություն չտրվեց, թե ինչու Օսիպյանը հեռացվեց Փաշինյանի կաբինետից։ Կատարել են բոլորը օրենքի սահմանները։ Անկամ ֆիզիկական ուժ են կիրառել մեր համակարգացիների նկատմամբ օրենքի սահմաններում։ Եթե կան քաղաքացիներ, որոնք անհամաչափ եղել կամ տուժվել են կամ քաշք շուկա հնարավոր է այդ ստեղծված իրավիճակում ես ներողություն եմ խնդրում մեր համակարգացիներից։ Ոստիկանապետի պաշտոնում Օսիպյանի այս խոսքերը Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հեղափոխության օրերի մասին էին։ Նա այն ժամանակ ասել էր, թե առհասարակ եթե որևէ ոստիկան, այդ թվում եւ ինքը երբևէ ապացուցվի, որ օրենք են խախտել, կենթարկվեն պատասխանատվության։ Օրենքի առջև բոլորը հավասար են։ 10 մարդու կյանք խլած մարտի 1-ի իրադարձությունների մասին նախկին ոստիկանապետը զգուշավոր պատասխաններ էր տվել։ Այդպես էլ չէր ասել, թե 2008 թվականի գարնանը ոստիկանությունն արդյոք կրակելու հրաման ստացել է եւ առհասարակ այս գործով առանցքային մեղադրյալ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից ոստիկաններին հրաման եղել է։ Ջրաշենի դպրոցում 2 օր առաջ ծեծի հետևանքով 13-ամյա պատանին հիվանդանոցում է հայտնվել, այս մասով սակայն հակասություններ կան ոստիկանության եւ դպրոցի հայտարարություններում։ Մինչ ոստիկանությունը պնդում է, որ մանկավարժները դեպքը փորձել են թաքցնել, դպրոցից հայտարարում են, թե կապ են հաստատել ծնողների եւ շտապօգնության հետ։ Այս պահին գործով մեղադրյալներ կամ պաշտոնանկություններ չկան։ Լոռու մարզի Ջրաշեն գյուղի դպրոցի տնօրեն Արմինե Մխիթարյանը հերքում է ոստիկանության պնդումը, թե մանկավարժները թաքցրել են դպրոցում տեղի ունեցած ծեծկրտուքը։ Տնօրենը միայն ձայնագրության պայմանով Ազատությանն ասաց, միջադեպից անմիջապես հետո կապ են հաստատել ծնողների ու շտապօգնության հետ։ Եթե մենք զանգել ենք ծնողներին, եթե մենք զանգել ենք պոլիկլինիկա, եթե մենք երեխային ուղարկել ենք շտապօգնություն, որևէ բան թաքցնելու միտում միանշանակ չենք ունեցել։ Հետքերը չեք մաքրել։ Ինչի հետքերը։ Ասենք չգիտեմ որևէ հիմա դուք նորից հարցեր եք տալիս, եկել են, նայել են, որևէ բան թաքցնելու միտում չունենք, առաջինը երեխայի առողջությունն էր, կարծում եմ ցանկացած գիտակից մարդու համար կարևորը դա էր։
2 օր առաջ Ջրաշենի դպրոցից Սպիտակի հիվանդանոց էր տեղափոխվել 13-ամյա մի պատանի միջին ծանրության վնասվածքներով։ Տեղում ախտորոշել են գլխուղեղի ցնցում եւ ակնակապիճի ոսկորների կոտրվածք ու տեղափոխել Երևանի մասնագիտացված հիվանդանոց։ Վիրահատություն չի կատարվել, երեխան adekvat է եղել, գիտակցությունը տեղն է եղել մեր հիվանդանոցում, գիտակցության կորուստ ունեցել է միայն ծնողների ասել դպրոցում։ Դեպքից հետո անմիջապես, բայց երեխան մեր մոտ բերվել է դիտակից։ Հարցերին պատասխանել է adekvat, ուղղակի ունեցել է սուր ցավեր, մի քիչ շշմացություն ու քթի ծարունացություններ ունեցել դպրոցում։ Ըստ իրավապահների տղային ծեծել են համադասարանցիները, իսկ դպրոցի անձնակազմը լռել է դեպքի մասին։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն այսօր հայտարարեց, որ միջնորդագիր կուղարկի կրթության եւ գիտության նախարարին պարզելու, թե ինչու ուսումնական հաստատությունը դեպքի մասին չի տեղեկացրել ոստիկանությանը։ Եթե կան այնպիսի իրավիճակներ, որ ուսումնական հաստատությունը չի տեղեկացնում իրավապահ համակարգին դեպքի մասին, սա ոչ թե պիտի գովաբանենք, ասենք, որ շատ լավ է, այ պետք չի այս մասին բարձրաձայնել իրավապահ համակարգին, այլ հակառակը պիտի ռեակցիա լինի։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ միջին ծանրության մարմնական վնասվածք պատճառելու, ինչպես նաև երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հոդվածներով։ Տնօրենը խուսափում է մանրամասներից, նշելով, որ դպրոցի անձնակազմի մեղքի բաժինը պետք է պարզեն իրավապահները։ Քննությունը դեռ պետք է հստակեցնի, արդյոք պատանում ծեծել է 1, թե 3 համադասարանցի եւ որն է եղել ուսուցիչների պատասխանատվությունը։ Մինչ տուժած երեխան բուժումը շարունակում է Երևանում ու երկուշաբթի կվիրահատեն վնասված աչքը, նրա մայրը ի տարբերություն իրավապահների դժգոհություն չունի դպրոցի անձնակազմից։ Ես ընդհանրապես տնօրենի կամ ուսուցիչների դեմ բողոք չունեմ, ես իրանցից շատ գոհ եմ, իրանց հետ աջակցելու, իրանց հետաքրքրվելու, ասենք ես շատ գոհ եմ, էլի։ Ինձ պետք է որ տվյալ պահին ծնողը իր երեխով պատասխան տա։ Ինձ է դա պետք, ես այդ եմ ուզում, որ մյուս անգամ մյուս երեխեք չեղնին, երեխեքը պաշտպանված եղնին։ Ջրաշենում եւս բնակիչները հակված չեն մեղադրել մանկավարժներին։ Գյուղացիների մի մասը խուսափում է խոսել, իսկ մյուսները կարծում են, որ խնդրի արմատները պետք է ընտանիքներում փնտրել։ Երեխին պետք է դաստիարակի ծնողը, ոչ թե մանկավարժը։ Առաջի հերթին։ Երկրորդ նոր մանկավարժը չի կարող այդքան երեխեքին դաստիարակել։ Դուրի մածություն, երեխեն իրավունք չունի մեկին մադով կպշնելու։ Այն իրանք են։ Ծանր վնասվածքներ։ Հա, դեն ստացվել։ Սկզբից պետք է տնից դաստիարակվի նոր գա դպրոց խեժ դիրեկտորն ինչ անի, դասատուն ինչ անի։ Որքանով է մեղավոր 500 աշակերտ է դպրոցին, որին տեր կայնի, որի գլխին կայնի։ Ազգային ժողով քանի օր ուտում են իրար, չէ, այ ամեն ինչ կոռուպցիան շատ չափից ավել է, դրա համար էլ դպրոցներ, մանկապարտեզներ, բարձրակույն տեղերն էլ սա վտանգավոր տեղեր են։ Ես չգիտեմ։ Երեխու վլաստ, առաջ երեխան ռիսկ ուներ, դենց մի բան։ Մեզի ծեզում էին դասատուն, գնում էին տունել, հերնում են էլ ծեզում էին, կարաս մատով երեխու գտնում։ Այս պահին գործով մեղադրյալներ կամ պաշտոնանկություններ չկան։ Լոռու մարզպետարանից հայտնում են, որ սպասում են տնօրենի բացատրագրին ու նախաքննության ավարտին հետագա քայլերը որոշելու համար։ Տեսենք, թե ինչ է կատարվում Հայաստանից դուրս։ Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը նոր մանրամասներ է ներկայացրել Ռուսաստանի օգնությամբ երկրում պետական հեղաշրջման ենթադրյալ փորձի մասին, որի շրջանակում անցած հոկտեմբերին ձերբակալվել էր երկրի նախագահի աշխատակազմը մոտ 3 տասնամյակ ղեկավարած Ռամիկ Մեհդիևը։ Ծառայությունը հրապարակել է 87-ամյա նախկին պաշտոնյայի մի քանի հեռախոսազրույցների ձայնագրությունները, դրանցից մեկում նա ռուսերենով խոսում է մի կնոջ հետ, որին առաջարկում է Ադրբեջանում պետական կառավարման համակարգի վերակազմակերպման մասին իր առաջարկը փոխանցել ենթադրաբար ռուսական հատուկ ծառայությունների աշխատակցին։ Կնոջ ինքնությունը տեսանյութում չի բացահայտվում, սակայն ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ նա Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի աշխատակից է, եւ հենց նրա միջոցով է Մեհդիևը Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի նախագահ աշխատած տարիներին կապ հաստատել Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ, որոնց միջոցով էլ ենթադրաբար փորձել է պետական հեղաշրջում անել։ Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը նշում է, որ 2025-ի հոկտեմբերի 3-ին իր առաջարկի վերջնական խմբագրված տարբերակ այժմ տնային կալանքի տակ գտնվող Մեհդիևը ուղարկել է արտաքին հետախուզական ծառայությունների բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնց հետ մինչ այդ էր կապ հաստատել։
Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հարցով Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Ժնևում փետրվարի 17-18-ին, հայտարարել է Կրեմլի խոսնակը։ Նախորդ երկու փուլերը տեղի էին ունեցել Աբու Դաբիում, սակայն կողմերը չեն բացահայտել հանդիպան վայրի փոփոխության պատճառը։ Ուկրաինայի նախագահի գրասենյակը հաստատել է, որ կմասնակցեն բանակցություններին։ Բանակցությունների գլխավոր տարածքային զիջումների հարցը մնում է չլուծված։ Այսքանն էինք նախատեսել այսօրվա համար, նորություններին հետևեք Ազատություն.am կայքեջում եւ սոցիալական մեդիայի մեր էջերում, իսկ լրատվական թողարկումները եթերում կլինեն վաղը ժամը 16-ից։ Հաջողություն։